Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրություններին մասնակցեցին ընտրողների ավելի քան 56%-ը։ Վաղ առավոտից մինչև երեկոյան 8-ը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների տեղամասեր են եկել մոտ 25,000 ընտրողներ։ 3 թեկնածուներից առաջինը քվեարկությանը մասնակցեց հայկական վերածննդի վերակազմավորված օրինաց երկրի թեկնածու Արթուր Միսակյանը։ Պետք է ասեմ, որ մի քանի տեղամասերում որոշակի խնդիրներ էր առաջացել, բայց հնարավորինս օպերատիվ խնդիրները փորձել ենք հարթել։ Այս պահի դրությամբ ամեն ինչ կարծես թե կարգին է, բայց ես ակնկալում եմ, որ այսուհետ եւս կլինի ամեն ինչ նորմալ, որովհետեւ վերջի հրազդանցին պետք է գնա իր խղճի ու համոզմունքի մտոք իր ընտրությունն անի։ Վերջին 14 տարիների քաղաքապետի հանրապետական կուսակցության թեկնածու Արամ Դանիելյանը եւս չխոսեց ընտրակեղծիքների կամ խնդիրների մասին, միայն հիշատակեց մեկ միջադեպի մասին։ Գիտեք, սկզբից առավոտվա կողմը սկսեցին անկայունություն սերմանել ընտրատեղամասերում, մենք մեր համակիրներին խնդրեցինք որևէ առճակատման չգնալ, բայց մի հատ այդպես դեպք է կատարվել մեր շտաբի պետի հետ, իրավաբանական մարմինները զբաղվում են այդ հարցը։ Ինչ է մասնավորապես եղել։ Ես չեմ կարող ասեմ, իրավաբանական մարմինները զբաղվում են։ Իրենց ծեծի են ենթարկել։ Կարծեմ թե իրավական մարմինները զբաղվում են։ Ավելի վաղ Դանիելյանի շտաբներից մեկի պետ Մաթևոս Ավանեսյանը հայտարարել էր, որ ընդդիմադիր թեկնածու Սասուն Միքայելյանը իր աջակիցների հետ ընտրատեղամասից դուրս իրեն ծեծի են ենթարկել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում հերքում են, թե Միքայելյանը որևէ մեկին ծեծել է։ Ավելի շուտ դա հանցագործության փաստի արձանագրում էր, որը չստացվեց, պարոն Միքայելյանը անցնելուց է եղել 14 դպրոցի մերձակայքով եւ իրան տեղեկացրել են, որ այնտեղ մարդ կա, որը գումար է բաժանում։ Մոտենալով այդ անձնավորությանը, որը մեքենայի մեջ փաստացի զբաղվել է այդ փաստով, այդ գործողությամբ եւ չի մերժել իդեպ, այն հարցին, թե ինչ է անում այդ փողես բաժանում եւ այլն, նա դուրս է եկել, հայհոյել է եւ ասել է լավ եմ անում, այսինքն ինքը ֆիքսել է այդ փաստը եւ դիմել է փախուստի։ Ի տարբերություն հայկական վերածննդի եւ հանրապետական կուսակցության թեկնածուների, քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող ընդդիմադիր Սասուն Միքայելյանը պնդեց խախտումներ եղել են, իր շտաբը տեղեկություններ ունի ընտրակաշառքի մասին։ Շատ դեպքեր է ֆիքսվել ընտրակաշառքի հետ կապված, կարող ճշտեք շտաբից։ Միքայելյանի գլխավոր շտաբի պետ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, արդեն 5 հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, որից 3-ն առնչվում են ընտրակաշառքի դեպքերին։ Բաժանվել է նյութական ծառայություններ եւ գումարներ են բաժանվել եւ եղած տեղեկատվությունը հիմք է տալիս ասելու, որ դա արվել է մեծ ծավալներով, որովհետեւ ընդ որում արդեն քարոզարշավի վերջին 5 օրվա ընթացքում դա տեղի է ունեցել։ Հիմա թեման դա չէ, թեման հետևյալն է, թե քաղաքացիները ըստ ինչ կողմնորոշման են քվեարկելու, եթե նրանք քվեարկելու են ըստ փողի, դա այս պարագայում մենք կանխատեսումներ լավատեսական չեն կարող լինել, իսկ եթե քվեարկել են ըստ քաղաքացիական դիրքորոշման, մենք կարող ենք վստահ լավատեսական կանխատեսում ունենալ։ Արարատ Նյուզի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ հաստատել են, որ քաղաքում գումար է բաժանվել։ 5000, 10000, 15000 ազիգ։ Առաջարկել են ձեզ։ Անձաբին չեն առաջարկել, բայց ամոթորած փող են 7000 հոգու փող են բաժանում։ Այդ ով պապիճը։ Արամ Դանիելյանի վեստոսները։ Էսի արդեն 4-րդ турն է։ Արդեն 4։ Ինչքան են բաժանում։ 5000, 10000, 15000։ Այդ ոնց են որոշում 5000 տանում 10000։ Ում պայմաններ մեկ շորմորը 5000, ինչ է 10000։ Ընտրակաշառքի մասին գեթ 1 իրեղեն ապացույց չկա, թեև այդ մասին օրեր շարունակ բարձրաձայնել է Միքայելյանի շտաբը, հայտարարեց հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով եւս Հրազդանում էր։ Աշոտյանն ավելացրեց, որ առավոտից հետևել է Հրազդանի ընտրությունների մասին լրատվամիջոցների հրապարակումներին եւ պնդեց ԶԼՄ-ներում տեղ գտած լուրերը խախտումների մասին մեծ մասամբ ապատեղեկատվություն էր։ Ակնհայտ էր մեզ համար քարոզարշավի ամբողջ ընթացքում, որ ստեղծվել է լրատվական քաղաքական որոշակի ուժերի եւ լրատվական միջոցների դաշինք, որոնց նպատակն էր
ոչ թե ընտրությունների եւ ընտրարշավի անաչառ լուսաբանում, այլ նպատակաուղղված, միակողմանի եւ կողմնակալ եւ խեղված իրականության ներկայացումը այս գործելավոճը շարունակվեց ցավոք սրտի նաեւ 3 լռության օրը ժամը 18-ի դրությամբ ընտրությունների ընթացքը Աշոտյանը գնահատեց գրեթե անթերի Առավոտվանից հետևել ենք ընտրատեղամասերից եկած լրահոսին, ինչպես նաեւ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին ուզում ենք փաստել, որ հիմնականում ընտրությունները անցնում են խաղաղ միջավայրում եւ որոշակի լարվածություն, որ նկատվում է բնականից դուրս, հիմնականում դուրս չի եկել, թեպետ կան 1-2 միջադեպեր, որոնց հետ կապված պատկան մարմինների հետաքննության արդյունքներին կարող ենք սպասել միասին։ Հրազդանում նկատված ընտրողների ակտիվությունն իշխող կուսակցության ներկայացուցչին արտառոց չթվաց, մինչդեռ հատկապես օրվա առաջին կեսին շատ տեղամասերում հերթեր էին։ Ըստ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի, քաղաքացիական պայմանագրի վստահված անձինք հայտնել են մինչև ժամը 14:15 արտասովոր ակտիվ է եղել գրեթե բոլոր տեղամասերում։ Ովքեր որևէ շահագրգռություն են ունեցել, արդեն իսկ եկել են տեղամասեր եւ հիմա այդ պատճառով այդ հոսքը դադարել է, թե հրազդանի ընտրող այնուամենայնիվ չի քվեարկել ըստ փողի, այսինքն ազատ կամ արտահայտում է տեղի ունեցել։ Այդ դեպքում մեր գործերը շատ լավ կլինեն, եթե ըստ փողի է քվեարկել, գիտեք, որ մենք ահազանգել ենք այդ օգնությունների բաժանման մասին, դա կլինի բոլորովին ուրիշ իրավիճակ։ Ժողովուրդ օրաթերթի լուսանկարիչը Հրազդանում արձանագրել էր Աբովյանից ժամանած անվճար բարեգործական երթուղի մակագրությամբ ավտոբուս, որը մարդկանց էր բերել Հրազդան։ Հանրապետական թեկնածու Արամ Դանիելյանը չհերքեց, որ աջակիցներ ունի նաև այլ քաղաքներում, սակայն վստահեցրեց, որ վերջիններս եկել էին պարզապես իրեն բարոյապես աջակցելու։ Իմ համախոհներն եկել են ինձ աջակցին, այսինքն Կիրակի օրը։ Այդ քիչ եք ասում, որ ես 20 օր Իջևանից, Երևանից, Կիրովականից, Լենինականից մարդիկ ոչ հրազդանցիներ քարոզչություն են անում։ Դրա մասին չեք ասում, այսօր մարդիկ եկել են, որ ինձ աջակցեն Կիրակի օրը ասում։ Գիտեք, աջակցելը կա բարոյական, հոգեբանական, կողքից կայնելով ինչ պետք է աջակ։ Եթե այստեղի գրանցություն ինչ պետք է։